Բարի երեկո իմ բոլոր հետևորդներին։ Եթերում դեղորայքային տեղեկատու հաղորդաշարն է։ Սիրելի հետևորդներ, բազմաթիվ իմ հետևորդների խնդրանքով այսօր տեսանյութ եմ նկարահանում կոդելակ նեոյի և կոդելակ բրոնխոյի մասին։ Բավականին հայտնի դեղամիջոց, որը կիրառվում է չոր և թաց հազերի դեպքում։ Հարգելի հետևորդներ, ի սկզբանե տարանջատեմ իրարից և տեղեկացնեմ ձեզ, որ հազը լինում է երկու տեսակ, չոր հազ և թաց հազ, այսինքն սա նշանակում է, որ մեկ մարդու մոտ չի կարող միաժամանակ լինել և չոր հազ և թաց հազ։ Չոր հազը ուղեկցվում է հենց կոկորդի չորությամբ, այսինքն որ մարդու մոտ հազ է առաջանում, սակայն չկա խորխ, իսկ թաց հազը այն է, երբ մարդը հազում է և տեղի է ունենում ուրեմն խորխաբեր երևույթ, այսպես ասած, այսինքն խորխը դուրս է գալիս բրոնխներից, օրգանիզմից, կամ խորխի մածուցիկությունը շատ թանձր է, հազը թաց է, խորխոտ է, սակայն խորխը դուրս չի գալիս։ Ես խնդրում եմ, որ այս երկուսը պարտադիր իրարից տարանջատեք, որպեսզի դեղատանը դեղ գնելիս չընկնեք երկընտրանքի մեջ և թյուրիմացության առաջ չկանգնենք։ Սա շատ կարևոր է։ Եվ ուշադրություն դարձնեք այն դեպքերին, երբ հազի դեղ գնելու ժամանակ ձեզ մասնագետները տալիս են հստակ հարց՝ հազը չոր է, թե թաց։ Հարգելի հետևորդներ, կոդելակ դեղը արտադրող ֆիրման տարանջատում է երկու տեսակ՝ կոդելակ նեո և կոդելակ բրոնխո։ Կոդելակ նեոն նախատեսված է միայն չոր հազի դեպքում, իսկ կոդելակ բրոնխոն նախատեսված է թաց խորխոտ հազի դեպքում։ Կոդելակ նեոն և կոդելակ բրոնխոն թողարկվում են դեղահաբերի և օշարակների, ինչպես նաև կոդելակ նեոյի դեպքում նաև կաթիլի տեսքով։ Կոդելակ նեոն համարվում է կենտրոնական ազդեցության հակահազային դեղամիջոց, երբ հազը առաջացած է լինում գրիպից կամ մրսածության հետևանքով։ Ազդող նյութն է բութամիրատ։ Կոդելակ նեոն թողարկվում է դեղահաբերի, կաթիլի և օշարակների ձևով։ Բութամիրատը ճնշում է հազի կենտրոնը, լայնացնում բրոնխները, ինչպես նաև հեշտացնում է շնչառությունը։ Կոդելակ նեոյի կաթիլները թույլատրվում է կիրառել նորածին երեխաներից մինչև 12 ամսական ընկած ժամանակահատվածը, այսինքն 1 տարի դեռևս չլրացած, 10 կաթիլից օրական 3 անգամ բացառապես մանկաբույժի ցուցումով։ Օշարակը թույլատրվում է սկսած 3-ից 6 տարեկան ժամանակահատվածում 5 միլիից օրական 3 անգամ, 6-ից մինչև 12 տարեկան երեխաներին 10 միլիից օրական 3 անգամ և մեծահասակներին 15 միլիից թույլատրվում է օրական մինչև 3 անգամ։ Դեղահաբը, սիրելի հետևորդներ, հիմնականում օգտագործում են մեծահասակները 1 հաբից օրական 2 մինչև 3 անգամ էլի բժշկի ցուցումով։ Կոդելակ նեոն հակացուցված է հղիներին, առաջին եռամսյակում և կրծքով կերակրողներին։ Այսքանն էր կոդելակ նեոյի մասին ինֆորմացիան։ Հիմա անցնենք կոդելակ բրոնխոյին։ Սիրելի հետևորդներ, ինչպես հասկացաք արդեն իմ խոսքերից, կոդելակ նեոն և կոդելակ բրոնխոն իրարից ռեալ տարբերվում են։ Կոդելակ բրոնխոն նախատեսված է խորխոտ թաց հազի դեպքում։ Իր մեջ պարունակում է ամբրոքսոլ, թերմոպսիս բույսը և նատրիումի հիդրոկարբոնատ։ Դարձյալ թողարկվում է օշարակների և հաբերի տեսքով։ Կոդելակ բրոնխոյի օշարակի ընդունման կարգն է։ 2-ից 6 տարեկան երեխաներին նշանակվում է 2,5 միլիից օրական 3 անգամ, 6-ից 12 տարեկան երեխաներին 5 միլիից օրական 3 անգամ և մեծահասակներին արդեն 10 միլի կամ նույնիսկ 15 միլիից օրական մինչև 4 անգամ։ Դեղահաբերի դեպքում դոզան կարելի ասել նույնն է և ոչինչ չի փոխվում, էլի թույլատրվում է 1 հաբից օրական մինչև 3 անգամ, ինտերվալը ցանկալի է պահել 4-ից մինչև 8 ժամ։ Այսքանը, սիրելի հետևորդներ, ապրեք առողջ, իսկ մենք կհանդիպենք արդեն կոսմետոլոգիայի, էսթետ բժշկության և խոտաբույսերի շքերթ հաղորդաշարի շրջանակներում մոտակա օրերի ընթացքում։ Շնորհակալություն։